Տեսար ինչքան արագ ընտրեցինք հարցի շորը։ Հա, չէ, էլ պատկերացնում, որ այդքան արագ կկողմնորոշվեմ։ Անգել գնանք պաղպաղակ ուտելու։ Պաղպաղակ։ Հա։ Հա, բայց արի դուրսում։ Գիտես ինչի։ Ինչի։ Որովհետև ես շատ եմ սիրում աշնանային գույներով աշխարհը։ Լավ, խնդիր չկա։ Այ խնդիրը հարցի շորն է։ Մեքենասը հեռու է կանգնացված։ Չեմ կարա թողել, բայց ոչինչ, սենց գնացինք։ Դժվար չի։ Չէ, արի։ Դե լավ։ Մեր համար ենք առել թե քո։ Քո։ Դե լավ, ուտում ենք վերջացնենք ու գնանք խաղանք, հա։ Արի բացեմ քո համար։ Ան։ Մի հատ մարոժնի պետք է ուտենք, էդ էլ հարամեցին։ Ոչ, իրանք մեզ չեն խանգարում։ Չմոտենանք, բարևենք։ Չէ, ավելի լավ է մնանք երեխու հետ խաղանք։ Անգելինա։ Բարև ձեզ։ Բարև։ Որ ուզեինք, սենց չէինք հանդիպի։ Իրականում եկել էինք Անգելինային հարսանյաց զգեստ ընտրելու։ Ամուսնանում եք։ Թե չէ, այս հարսանյաց զգեստը վերցնելու ենք ինչ անեին։ Շատ ուրախ ենք ձեզ համար։ Հույս ունեմ դուք էլ մեզ համար եք ուրախ։ Մեր ընտանիքում համալրում կա, մեր տղան է։ Շատ ուրախ եմ, որ ձեր կյանքում համալրում կա այս հրաշքի տեսքով։ Մենք էլ ենք շատ ուրախ, ավելի ուրախ լինել հնարավոր չէր։ Ձեզ համար էլ ենք ուրախ, Անգելինա, որ ամուսնանում եք։ Դե մենք գնանք ձեզ չխանգարենք։ Չեք խանգարում։ Ամեն ինչ կարգին է։ Ես գիտեմ, որ Անգելինան իմ համար շատ ուրախ է։ Ես ու դու էլ թշնամիներ չենք։ Հա, ճիշտ ես ասում, ես ու դու թշնամիներ չենք։ Թշնամություն լինում այն դեպքում, երբ որ ինչ-որ մեկը փորձում է մտնի քո ընտանիք առանց քո թույլտվության։ Եթե տես բան չկա, ուրեմն թշնամություններ չկա։ Համաձայն եմ։ Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ ուրիշի ընտանիք ու անձնական տարածք մտնելը ամենակարևոր պայմանն է։ Դե մենք գնացինք հաջողություն։ Ասում են, մարդուն ինչքան քիչ բան է պետք չէ երջանիկ լինելու համար, բայց մոռանում են շեշտեն, որ ինչքան քիչ բան է պետք տխրելու համար։ Ես չեմ տխրում, բեցի։ Աչքերից է տերևում է։ Մի սկսի։ Չես զգացել, որ ես երբեք չեմ սկսում։ Ես միշտ հետևանքներն եմ գրում։